Եթե դուք նկատել եք, շատ մեծ հավանականություն կա, որ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը գալու է եւ Հայաստան դաշինքի նիշն է վերցնելու, այդ դավաճան, բան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին, եսիմինչ եւ տեսանք Հայաստան խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, կրճատվեց առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Նրանք միանշանակ, ես հիշում եմ 2021 թվականին, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ եմ ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի այտենց այդ ոճի մեջ հաստատվեց, ես ասացի, տեսեք, ամբողջ քարոզարշավ դուք անցկացրել եք այս դավաճան բան պիտակներով, տեսեք, եկա մենք հաղթեցինք, չհազդեց դա, հասկանում եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որտեղ մարդիկ պատասխանը տվել են արդեն ով է դավաճանը, ով է օտարամոլը եւ այսպես շարք։ Մի շարունակել դա։ Չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա ընտրությունը կալուկացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենցից ոտքին։